Պարոն Քոչարյան, քանի որ շրջանը ես եմ եզրափակումի քանի հստակեցում հարցեր։ Նախ քրեական գործի հետ կապված քարոզարշավի ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ Քոչարյանին պետք է նստեցնեմ։ Եվ հիմա ասում է ժողովրդի պահանջ է, որ պետք է նա նստի։ Եթե օրինակ այս քրեական գործն էլ փուշ դուրս եկավ, ամեն դեպքում կգտնեմ մի բան։ Դուք ինչպես եք տրամադրված, որ կարող է ձեզ նորից հետ վերադարձնել օրինակ բանտ։ Գրքի շարունակությունը կգրեմ։ Ժամանակ չեմ գտնում ուղղակի գրքի երկրորդ հատորը գրել։ Հանգիստ եմ նայում, իդեպ այս քրեական գործը վաղեմությունը շատ վաղուց անցած քրեական գործ է։ Եվ քրեական գործ հարուցվել է մեկ նպատակով սեկտը փակել։ Հենց մի մանր վատություն անել, մենք իհարկե բողոքարկելու ենք, որովհետև այդ քրեական գործում չկա ոչինչ։ Ես հիշեցնեմ, երբ որ սահմանադրական կարգի տապալման գործ էր, ինչ էինք մենք ասում այն ժամանակ։ Ասում էինք, որ դատարկ գործ է, բան չկա։ Փաստաբանները հոգնել են հարցազրույցներ տալով, վերջը հաղթել ենք եւ արդարացվել են այդ մարտի 1-ի սահմանադրական կարգի տապալման գործով։ Այդ համբերությունը ունենք, վճռականությունը ունենք։ Մի հատ տեսնենք։ Վերջով ով է նստելու։ Եվ ընդդիմադիր ուժերի համախմբվածության հետ կապված օրերս Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ հետընտրական ընդդիմադիրների միավորման հարթակ է ստեղծելու։ Այս առումով ձեր գնահատականը կարծիքն եմ ուզում լսել եւ արդյոք կան գործընթացներ, դուք ինչպես եք նայում այդ գործընթացի հաջողությանը, ինչպես եք պատկերացնում դրա աշխատանքը, որովհետեւ եթե լայն համախմբում է լինելու, նաեւ պետք է հասկանալ ինչպես է դա առաջ գնալու, ինչ ծրագրեր, սցենարներ կան։ Այս ամենը դուք այսօր տեսնում եք եւ ինչպես եք գնահատում ընդհանրապես դրա հաջողությունը։ Մենք նույնիսկ միջև ընտրական գործընթացը մենք համարում ենք, որ ընդդիմությունը շատ ավելի ակտիվ կարող էր համագործակցել։ Եվ ուղղակի հիշեցնեմ, որ մյուս ուժերն էին փորձում որոշակի sense դիստանցիավորվել մեզանից որոշ չափով։ Sense որոշ չափով հեռավորություն պահել, ինչը ես հասկանում եմ եւ ենթադրում եմ, որ նաեւ ճիշտ էին անում այդ ընթացքում։ Հիմա իհարկե համագործակցությունը համարում եմ, որ պետք է մենք դրա մասին հայտարարություն արել ենք եւ սա մեր ընդհանուր մոտեցման շրջանակներում է գտնվում անկասկած։ Հիմա արդյունավետությունը կախված է մի շարք հանգամանքներից։ Դա հաջողություն կբերի, հաջողությունը ենթադրում է Նիկոլ Փաշինյանի հերացման կբերի այդ ընդդիմադիր միասնական ճակատը։ Եվ որ տարբերակով կբերի։ Նայեք, ես օրինակ բերեմ Հայաստանի Հանրապետության 2017 թվական խորհրդարանական ընտրություններ հանրապետական կուսակցության համոզիչ հաղթանակը։ Հիշում եք։ Մոտ 9 ամիս անց հեղափոխություն, թավշյա, թե ոչ թավշյա, դա ասենց երկրորդ հարցն է, իշխանափոխություն։ Հնարավոր է դա։ Ասենց տեսական բաներ չեմ ասում։ Պատմական օրինակներ բերեմ։ Օրինակ Թունիս 2000, եթե չեմ սխալվում, 10 թվական Ben Ali-ն 90% ձայներով ընտրվում է Թունիսի նախագահ։ Ուղիղ 12 ամիս հետո հեղափոխություն եւ Ben Ali-ն փախնում է Սաուդյան Արաբիա։ Հետո ավելի ուշ տարիներ հետո մահանում է Սաուդյան Արաբիա։ Հնարավոր է։ Հնարավոր է։ Ուղղակի այդ վիճակը պետք է զարգացնել, որոշ հանգամանքներ պետք է իրար հանդիպեն, ասենց կոպիտ ասած, օրինակ Թունիսում դա եղավ, եթե չեմ սխալվում, հացի թանկացում եւ այլ բավական այլ process-ներ կար, բայց հասունացած մի բան կար, որը պայթեց։ Եվ երբ ռեժիմը ունի բռնապետական ասենց հակումներ, դժվար է գնահատել իրական տրամադրությունը մարդկանց։ Քանի որ շատ են նաև իշխանական տեսակետներ կա, որ մեզ մեղադրում են, որ մենք 50+1 չենք, բայց ամենաշատ ձայնը մենք ենք հավաքել, մենք կարողանալու ենք հետագան որոշել Հայաստանի բոլոր հարցերի հետ կապված եւ ասում են, եթե կեղծիքներ են եղել,
ուր է ընդդիմությունը, օրինակ Փաշինյանն ասում է, ինչու դուրս չի գալիս հեղափոխություն չի անում, եթե կեղծվել են ընտրությունները, եթե գողացվել են ձայները։ Հիմա օրինակ հեղափոխությունի չեք անում, եթե համոզված եք, որ կեղծվել են։ Իմիջիայլոց 17 թվականին Նիկոլ Փաշինյանը չի դիմել Սահմանադրական դատարան, չի բողոքարկել ընտրությունների արդյունքները 2017 թվականին։ Բայց 9 ամիս հետո եղավ հեղափոխություն։ Եղավ, չէ՞։